ով է ավելի ձեռնտու, որ լինի մեր քաղաքի հովանավոր Աստվածը։ Կարդում ես հայոց պատմությունը ու արդեն շփոթվում ես։ Անունները տարբեր են, թվականները տարբեր են, բայց բնույթը նույնն է։ Բա հավատարիմ մնայիք ձեր հեթանոսական կրոնին, բա ինչի փոխեցիք ձեր կրոնը։ Այս աղվա մազերով գնում են բանակ։ Այս օրերին շատ ենք հեռացել քրիստոնեության գաղափարից։ Հիմա ChatGPT-ին իրոք օգնում է, չեմ բողոքում։ Մենք այսպիսին ենք, մենք այնպիսի, մենք տարբեր ենք, որում սարսափելի տարբեր եւ հասկանում են, որ քիչ պետք է վերադառնալ դեպի կրոն։ Ես շատ քիչ եմ հարցազրույցների ժամանակ կարծիքներ ասում։ Երբեք չեմ նկատել։ Իմ մոտ տպավորությունն է, որ մարդկանց հորմոնները շատ ավելի ճիշտ էին աշխատում, երբ մարդն ապրում էր բնության հետ ներդաշնակ։ Երջանկությունը բավական նյութական իրողություն է։ Կենսաքիմիական կոնկրետ ռեակցիա է։ Մենք նախ կտեսնենք, որ Հայկը ուներ մեկ Աստված։ Ես հիշում եմ զինվորներին 18 տարեկան, ասենք 2005, 6, 2010 թվին ջաջաներ էին եւ լինելով խաղաղության քաղաք որևէ վարքյան խաղաղ չի եղել։ Պատերի վրա մինչև այդ սրտիկները գրած էր այստեղ պետություն, այստեղ հաց, ամենաբարձունքը թողնված է միշտ Աստծո համար։ Բարև ձեզ, այսօրի մյուրն է աստվածաբան, պրոդյուսեր Թովմաս Ուրարակիր Արաքելյանը։ Բարև ձեզ Թովմաս ջան։ Ողջույն։ Ինչպե՞ս եք։ Լավ, փառք Աստծո։ Շատ լավ, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Սիրով։ Այսօր ինձ թվում է շատ հետաքրքիր թեմաներից ենք խոսելու ու կուզեմ սկսենք դերևս ինձ հետաքրող պատմական ակնարկից եկեղեցու դերի մասին, այլևս ամենասկզբից պետական կրոն ընդունման մասին Հայաստանում մի քիչ խոսենք ինչպես դա տեղի ունեցավ եւ ինչ հետք թողեց հետագա պատմության զարգացման վրա հայոց պատմության։ Եթե մենք իրապես ուզում ենք խոսել ամենասկզբից, ապա պիտի հիշենք, որ մեր եկեղեցին առաքելական է։ Հետևաբար պետական կրոն հռչակելը ոչ թե սկիզբն էր, այլ կուլմինացիան այն հզոր շարժման, որ սկսվել էր Հայաստանում Թադեոսի, Բարդուղիմեոսի շնորհիվ։ Քչերը գիտեն, որ Հայաստանում այլ առաքյալներ են եղել։ Ենթադրություն կա, որ Հայաստանով անցել է Պետրոս առաքյալը, Մետաքսի ճանապարհով գնալիս, հստակ տեղեկություն կա Թովմաս առաքյալի մասին, որը դեպի Հնդկաստան գնալիս եւս եղել է Հայաստանում, նույնիսկ Օձունի վանքում մի արձանագրություն կա, որը պատմում է Թովմաս առաքյալի այնտեղ ներկայության մասին, Քրիստոսի խանձարուրը այնտեղ ամփոփելու մասին, այդ տեղեկությունը Օձունի վանքում եւս կա արձանագիր հայերեն արձանագրությամբ։ Այսինքն մեր քրիստոնեականացվելու պատմությունը ընդհանրապես Քրիստոսի եւ իր տիեզերական առաքելության հենց սկզբում է, հենց ակունքում, իհարկե չմոռանանք նաև ավելի վաղ Աբգար թագավորի մասին։ Եդեսիայի Աբգար թագավորը, որ նամակագրություն ուներ Քրիստոսի հետ եւ հրավիրում էր Քրիստոսին Եդեսիայի հետ թագավորելու, մինչդեռ Քրիստոս ուներ իր առաքելությունը հանուն մարդկության զոհաբերվելու որոշումը եւ թեպետ մեժում է Աբգարին, բայց ասում է երանի այն ազգին, որը չի տեսել, բայց կհավատա։ Այսինքն սա իհարկե մենք իմանում ենք թե Մովսես Խորենացուց, թե մեր ավանդություններից, մեր վանքերի արձանագրություններից ու հնամենի մատյաններից եւ երբեմն կա գայթակղություն սա միայն մշակութային, պատմական, ազգային սնափառության տեսանկյունից մեկնաբանելու։ Դե մենք առաջինն ենք։ Ես կուզեի մենք վերջինը լինեինք, բայց իրապես լինեինք քրիստոնյա։ Այսօր շատ կարևոր է լինել քրիստոնյա եւ այդ քրիստոնեության մեջ տեսնել են ոգեղեն իրականությունը, այն փրկչական առաքելությունը, որ Քրիստոս ունի, այսինքն Քրիստոս չի եկել որևէ ազգի պատմությունը կամ մշակույթը հարստացնելու առաքելությամբ, հա, մենք երբեմն այդպես կրոնը դիտարկում ենք որպես ինչ որ նախարարություն, կրոնի նախարարություն, որը տենց զբաղվում է այդ երկրի կրոնական հարցերի կուրացիայով, այդպես չի։ Եվ ընդհանրապես նաև քրիստոնեությունը չի զբաղվում բացառապես հոգևոր հարցերով։ Երբեմն նաև գայթակղություն կա ասելու, դե դուք հոգևոր հարցերով զբաղվեք, մարմնավոր հարցերով մի զբաղվեք, մինչդեռ քրիստոնեությունը խոսում է ոչ թե հոգևորի մասին, քրիստոնեությունը խոսում է մարդու մասին, որպես արարչագործության պսակ, քրիստոնեությունը խոսում է մարդու տիեզերական արժեքի մասին եւ մարդու փրկության մասին։ Իսկ մարդը հոգի է, մարմին է եւ միտք։ Հետևաբար պատմության ընթացքում իհարկե երբեմն այդպես շեշտադրում եմ մարմնական կողմը,
ազդեցությունը մեր մշակույթի վրա, պատմական տարբեր անցքերի վրա, բայց մտավոր եւ հոգեվոր կողմերը նույնքան եւ երբեմն առավել կարեւոր են։ Հասկանալի։ Իսկ ընդունումը որպես պետական կրոն 301 թվականին, ինչով որ նշեցիք, որ բարձենում ենք հաճախ եւ ինչ հետևանք ունեցավ մեր պատմական զարգացման վրա, որովհետև այսպիսի տեսություն կա պատմության մեջ if-ա կոչվում, այսինքն եթե լիներ այսպես, կլիներ այսպես։ Նմանատիպ հաճախ վերլուծություններ լսում եմ, եթե չընդունվեր որպես պետական կրոն կամ եթե ընդունվեր ավելի ուշ ինչ տեղի կունենար։ Եթե փաստերից խոսենք, ինչ արժեք բերեց քրիստոնեության ընդունումը հետագա պատմական զարգացման վրա, հաշվի առնելով առաջիկա մեր 6 դարյա ոչ պետականությունը, հետո առաջին հանրապետություն, ցեղասպանություն դրան նախորդող, հետո արդեն երրորդ հանրապետություն եւ այլն։ Ինչ արժեք բերեց այս պատմական process-ին ընդունելով քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Դե այստեղ էլի պիտի շարունակեմ իմ առաջին միտքը, որ քրիստոնեությունը մարդու փրկության մասին է, այսինքն մենք քրիստոնեության մասին խոսելիս չպետք է դիտարկենք իրեն որպես ներդրում մեր դիվանագիտական, քաղաքական, տնտեսական, արդյունաբերական, առևտրային հարաբերությունների եւ այլ ասպեկտներում։ Այսինքն եթե դա կա, իսկ դա կա, դա լավ է, բայց բնավ ոչ կարևոր է։ Ամենամեծ շնորհը, որ քրիստոնեությունը բերեց մեր ազգին, դա այն էր, որ մեր ազգի զավակները ստանում էին փրկություն։ Մեր Տեր եւ Հիսուս Քրիստոսին հաղորդվում էին, Քրիստոսի մարմինն ու արյունն էին ճաշակում միավորվելով մեր Տեր Աստծուն, միակ Աստծուն, մեր Տեր եւ Փրկիչ Սուրբ Երրորդությանն էին հաղորդվում։ Եվ երրորդության լույսը եկավ մեր աշխարհ, այսինքն մարդիկ սկսեցին փրկվել, սրանից ավել որևէ բան պետք է չի շատ այսպես շեշտադրել, որովհետև մենք գործ ունենք հավիտենականության հետ։ Առևտրային, քաղաքական, տնտեսական, դիվանագիտական, անվտանգային ամենատարբեր հարցերը վերաբերվում են այստեղին եւ հիմային հարափոփող աշխարհում անդադար փոփոխվող կայսրությունների, բախումների կիզակետում դու երկար չես խաղա, իսկ հավիտենականության հետ խաղալ պետք չի։ Հավիտենականությունը շատ ավելի կարեւոր է, որ ազգդ փրկվում է, որ ազգդ գնում է երկնքի արքայություն, գտնում է միակ եւ ճշմարիտ Աստծուն։ Եթե մենք դիտարկենք ինչ որ բազմաստվածության տեսանկյունից, ինչ որ հեթանոսության տեսանկյունից, հեթանոսական մտայնության մեջ, դե կուզեք նեո-հեթանոսական, ալի կռապաշտական մտայնության մեջ, այստեղ կարելի է որոշել ով է ավելի ձեռնտու, որ լինի մեր քաղաքի հովանավոր Աստվածը։ Ասենք հին Հունաստանում այդպես մտածում էին, ավելի լավ է մեր քաղաքը Աթենաս Պալասին երկրպագի Զևսին թե Պրոմեթևսին, որը ավելի ձեռնտու կլինի մեր քաղաքի անվտանգային համակարգի համար։ Այդպես աշխատում է կռապաշտության մեջ, ինչը կեղծիք է, չար եւ չարի գործ։ Մինչդեռ քրիստոնեության մեջ մենք գոնե 10 պատվիրաններից մի քանիսը շեշտադրում են Աստծո միակը լինելու հանգամանքը եւ ամբողջ Աստվածաշունչը դրա մասին է։ Եթե Աստված քո միակ, ընդհանրապես քրիստոնեություն ճշմարիտ կրոն է եւ էքսկլյուզիվ կրոն է նաեւ։ Եթե Աստված միակ Աստվածն է, մեր Տերը միակ Աստվածն է, դրանից մեծ երջանկություն, որ դու այդ միակ Աստծուն ես գտել ու միակ ճշմարիտ Աստծուն ես երկրպագում։ Այսինքն պետք է պատմությանը նայել քրիստոնեական աչքերով։ Ես չեմ ուզում չեզոք գիտական պատմական զրույցների մեջ մտնել, որ քրիստոնեությունը տվեց ինչ որ քաղաքական բենեֆիտներ եւ մենք կամ եթե լինեինք հեթանոս այս կամ այն ճակատամարտում կհաղթեինք կամ եթե լինեինք հեթանոս ավելի լավ հարաբերություններ կունենայինք այս կամ այն կայսրության հետ։ Բոլոր պատմական փուլերում, երբ մենք մեր ինքնությունն ու արժեքները պայմանավորել ենք թշնամու հետ, այսա արդեն գալիս եմ ուղիղ այժմեական խնդիրների։ Բոլոր են պատմական փուլերում, երբ մենք որոշել ենք մեր ինքնության մեջ որևէ զիջման գնալ, հանուն բարեդրացիական հարաբերությունների որևէ թշնամական տրամադրված կայսրության հետ, երբ մենք սկսել ենք օտարների եւ թշնամիների հետ խոսել զիջումների լեզվով, զիջել մեր կրոնական, լեզվական, մշակութային կամ տարածքային որևէ տարր, դրան անխուսափելիորեն հաջորդել է կոտորած, դրան անխուսափելիորեն հաջորդել է արհավիրք։ Բոլոր այն փուլերում, երբ մենք ամուր եւ հավատարիմ ենք մնացել
մեր արժեքներին ու ինքնությանը, դրան զարմանալիորեն հաջորդել է զարթոնք, ընդ որում երբեմն ինչու եմ ասում զարմանալիորեն, որովհետև այնպիսի զարթոնքներ ենք ունեցել, որոնք ոչ մի նախադրյալ չեն ունեցել, ոչ Վահանանց Մամիկոնյանների այդ հզոր հաղթանակ եւ նվարսակի պայմանագիրը ուներ որևէ նախադրյալ, ոչ Սարդարապատն ուներ որևէ նախադրյալ, ոչ մեր ոչ մի հաղթանակ իրականում հենց խիստ մանրակրկիտ բացատրված նախադրյալ չի ունեցել։ Երեք մի հանդիպման ժամանակ մեկը հիշում էր, թե ինչպես 91-ին, 92-ին շատ հայտնի քաղաքական գործիչներ անուններ չտամ, բայց այդպես թուղթ ու գրիչով մեր տղերքին բացատրում էին, որ Արցախը ազատագրել հնարավոր չի։ Այսինքն թուղթ ու գրիչով բացատրում էին, որ դա անհնար է 90 թվին, 91-ին, երբ արդեն կերտվում էր հաղթանակի առաջին պտուղները կային, գիտեք, մինչև 94 թվական ակտիվ ռազմական գործողությունների ամբողջ ընթացքում Երևանում կային էլիտիստներ, որոնք այդպես թուղթ ու գրիչով բացատրում էին տղերքին, հրաշագործ տղերքին։ Հիմա էլ կան։ Հրաշագործ։ Այս ինչ որ խոսում եմ, նվարսակի մասին չեմ խոսում, ոչ էլ ավարայրի, ես խոսում եմ հիմիկվա, այս մեր օրերի մասին։ Ուղղակի մեր պատմությունը ցավոք սրտի այնքան հետաքրքիր շրջապտույտի մեջ է, կամ մենք չենք սովորում, մնում ենք անդադար ծույլիկի նման նույն դասարանում, կամ գուցե, կամ չգիտեմ, երևի թե առաջինը, երևի մենք ենք ծույլիկ ու անդադար մնում ենք նույն դասարանում ու նույն ծրագիրը ստիպված ենք լինում սերտել նորից ու հուսամ գոնե այս փուլում մենք կարողանանք փոխադրվել հաջորդ դասարան, որովհետև կարդում ես հայոց պատմությունը ու արդեն շփոթվում ես, անունները տարբեր են, թվականները տարբեր են, բայց բնույթը նույնն է։ Վերադառնալով քրիստոնեության ընդունմանը, որովհետև ես խոսում եմ հավատարմության մասին ու մեկը կարող է ասել, բա հավատարիմ մնայեք ձեր հեթանոսական կրոնին, բա ինչի փոխեցիք ձեր կրոնը, չէ՞, կարող է այդպիսի մտայնություն առաջանալ։ Մենք քրիստոնեությամբ ոչ թե փոխեցինք մեր կրոնը եւ այլ ուղղությամբ գնացինք, այլ եթե մենք կարդանք Մովսես խորհրդանացուն, եթե մենք ուսումնասիրենք մեր պատմական սկզբնաղբյուրները եւ հնարավորինս ոչ մակերեսային, այլ խորքային կերպով անդրադառնանք հայոց պատմությանը, մենք նախ կտեսնենք, որ հայկը ուներ մեկ Աստված եւ պաշտում էր մեկ միակ ճշմարիտ Աստծուն եւ հրաժարվում էր ենթարկվել Բելին եւ հնազանդվել Բելի աստվածներին, հայկը մի աստվածական էր։ Պատկերացումը կար նաեւ հայ Աստծո մասին, շատերը խոսում են հայկի մասին իբրև հայկի անունը եւ խորենացին էլ ասում է, որ այդպես է առաջացել, չէ՞, մեր ազգի անունը հայկից։ Այնուամենայնիվ կան նաեւ աղբյուրներ եւ ուսումնասիրություններ, որ ինչ որ փուլում մենք պաշտել ենք հայ Աստծուն եւ դա եղել է մեր միակ Աստվածը, մեկ ճշմարիտ Աստվածը եւ բոլոր հիմքերը կա հստակ փաստացի ենթադրելու եւ ուսումնասիրելու եւ մտահանգումներ անելու առայն, որ հայերը իրենց սկզբնական եւ արմատի ամենահիմքում եղել են մեկ Աստծո պաշտամունքի մեջ, չեն եղել կռապաշտ, չեն եղել բազմաստված։ Հետո արդեն հունական ազդեցությամբ ստեղծվել է այդ բազմաստվածային համակարգը մի կողմից, մյուս կողմից զուտ հայկական մեր Վանի, նաեւ որ ասում ենք հեթանոսություն, երբեմն թվում է թե դա այդպիսի մի կրոն է, չէ, հեթանոսությունը ես այդպես եմ ընկալում, որ էթնոս բառն է, նույն, որ նշանակում է ազգային։ Հեթանոսը էթնիկն է, այն ամենաազգային, այո, ազգային այն ամենաարխայիկ շերտում եղած կրոնական պատկերացումներն են, այսինքն մենք ունենք ամենավաղ փուլում, որի մասին մեկ այլ հարցազրույցում եմ շատ մանրամասն խոսել, մենք ունենք ֆետիշիզմ, մենք ունենք տոտեմիզմ, երբ պաշտում էին ինչ որ կենթանու կամ կուռքի կամ ինչ որ բնության տար անձնավորված չէին կամ պաշտում էին նախնիների հոգիները, այդպես տարբեր պատկերացումներ կային, դա դեռ ամենավաղ շերտն է կռապաշտության հետ զուգահեռ ու նաև կար արդեն ավելի վաղ, ավելի ներողություն ուշ փուլում հեթանոսությունը։ Հեթանոսությունը արդեն ավելի զարգացած բազմաստվածության, միֆերով, առասպելներով, մշակութային բավականին ճոխ, սա իհարկե արդեն շատ ավելի ուշ շրջանի մասին ենք խոսում, հա։ Եվ հայերի դեպքում բնականաբար ի սկզբանե մենք
չենք խոսում, չէ՞, մեկ միասնական հայազգի մասին սկսում, խոսում ենք մեր առանձին ցեղերի մասին, դա նայիրին էր, դա արատտան, ուրարտուն, տայքը որպես առանձին ցեղ ու ժողովուրդ, որոնք հետո պիտի միավորվեին Վանի թագավորության շուրջ, եւ մենք արդեն Վանի թագավորության բավականին զարգացած փուլում տեսնում ենք օրինակ ագրավակարում մհերի դրան վրա ինչ որ դիցաբանություն։ Ու պարզ է, որ սրան հայ ժողովուրդը եկել է բավականին մեծ ճանապարհ անցնելուց հետո։ Եվ սա ըստ էության ճանապարհ էր, հետընթաց էր, որ սկսվել էր միաստվածությունից, եկել էր դեպի բազմաստվածություն, եւ 4-րդ դարում հայ ժողովուրդը վերադառնում է իր արմատներին։ Այսա շատ կարեւոր է ֆիքսել, որ հայ ժողովուրդը 301 թվականին վերադարձավ իր միաստվածական ճշմարիտ արմատներին, ոչ թե շեղվեց կամ փոխեց կամ սկսեց երկրորդ փուլ։ Ես շատ մեծ լույս է արդեն սփռում ես պատմության վրա, որտեղ ինքս չգիտեի այս ամեն ինչի մասին, բայց հետաքրքիր միտք ասացիք Տոմաս ջան, մենք շատ ենք հեռացել այն սկզբնական արժեքներից, որը որ դուք նշեցիք։ Այս օրերին շատ ենք հեռացել քրիստոնեության գաղափարից եւ ինչ է կատարվում հիմա մեր ընկալումներում մենք քրիստոնյա հայի կերպարից շատ ենք հեռացել։ Ով եք դուք, քանի հոգով եք, ես ձեզ անձամբ ճանաչում եմ թե ոչ, այսինքն պետք չի շատ ընդհանրացնել։ Երբ ասում ենք մենք, ի նկատի ունենք 3 միլիոնին, 10 միլիոնին, ազգային մակարդակը այնքան բարդ է, այսպես ուղակի կարծիքներով իմ ճանաչած իմ այդ բաբլի մեջ եղած մարդկանց վրա հիմնվելով, ինչ որ տեսանյութեր նայելով Instagram-ի մեջ, առանց սոցիոլոգիական հարցումների, դες պարզապես խոսել, որ մենք այսպիսին ենք կամ այնպիսին ենք, մենք շատ տարբեր ենք, մարդիկ շատ խայտաբղետ են ու դա է մեր հասարակության ընդհանրապես մարդկության հիացական կողմը, մարդիկ շատ տարբեր են, երբեք չի կարելի ընդհանրացրած խոսել մենք այսպիսին ենք, մենք այնպիսի, մենք տարբեր ենք, որում սարսափելի տարբեր, դու երբեմն շփվում ես նույն հայ ժողովրդի հետ, ես այս ընթացքում շատ եմ ճամփորդում, լինում եմ մեր Սփյուռքի տարբեր համայնքներում, երբեք նույնիսկ, չգիտեմ, մի համայնքը մյուսից այնքան տարբեր է եւ այդ համայնքի մեջ մեկը մյուսից այնքան տարբեր են։ Եվ երբ ասում ենք մենք արդյոք շատ ենք հեռացել, որն է մեր սկզբնական կետը։ Այսինքն ինչից ենք մենք հեռացել, որտեղից ենք հաշվում, ինչի հետ ենք համեմատում։ Էս է կարևոր, հա։ Եթե մենք համեմատում ենք, չգիտեմ, միջնադարի հետ, անձամբ ում հետ ենք համեմատվում, որ այս առումով հարցը շատ վտանգ ունի իր մեջ ընդհանրացնելու։ Բայց եթե խոսենք բնականաբար մարդկության մասին, հա, անշուշտ միջնադարում մարդիկ ավելի կրոնասեր էին, ավելի ջերմեռանդ էին կրոնի մեջ։ Հիմա բնականաբար սպառողական շատ մտածելակերպ կա աշխարհում։ Այստեղ պետք է եթե ընդհանրացնում ենք, ապա խոսենք ամբողջ աշխարհի մասին, որովհետև հայ ժողովուրդն անմասն չէ համաշխարհային տենդենսներից։ Փակ հասարակություն չէ եւ համահարթեցումը, ինչպես ասում են, գլոբալիզացիան սարսափելի ազդում է մեր ազգի վրա եւ մենք այդպես կրողն ենք դառնում նաեւ որոշ համամարտկային խնդիրների եւ առավելությունների։ Անշուշտ փակ հասարակությունները տեղեկատվության massայական չլինելու հանգամանքներում մարդիկ ավելի կրոնասեր էին, հետո քիչ եղավ հեռացում կրոնից, այսինքն 20-րդ դարում մենք տեսնում ենք բազում առումներով, թե սովետական, թե ֆաշիստական, թե ազատական, ամենատարբեր շարժումներում, կուսակցություններում մենք տեսնում ենք շատ հստակ թիրախավորում աստվածամերժություն եւ եկեղեցու հալածանք։ Այդ 20-րդ դարը ընդգծված այսպես ապա կրոնականացման դար էր։ Արիուտես որ դա լավ բաների չհանգեցրեց։ Եթե 20-րդ դարի սկզբում աշխարհում քայլում էր բոլշևիզմը եւ ֆաշիզմը, 20-րդ դարի կեսերին աշխարհով քայլում էր ցեղասպանությունն ու արյունահեղությունը։ Իսկ 20-րդ դարի վերջում արդեն մեծ դեպրեսիան, հուսահատությունը, բարոյալքումը եւ 21-րդ դարում արդեն մենք տեսնում ենք, որ մարդիկ քիչ այդ ապաթիայից, դեպրեսիայից, ինքնասպանությունների թվի սարսափելի աճից դասեր են խաղում եւ հասկանում են, որ քիչ պետք է վերադառնալ դեպի կրոն, դեպի հավատք, գիտեք, մարդն ինքնին կրոնական է ակե,
անխուսափելիորեն, այսինքն երբ նույնիսկ մարդիկ փորձում են հրաժարվել կրոնից, այդ կրոնից հրաժարումն ինքնին դառնում է մեկ այլ կրոն։ Եթե նայեք, աթեիզմը քիչ-քիչ վերածվել է կրոնի իր սուրբ գրքերով, իր քրմերով, իր ծիսակատարություններով, եթե կուզեք, բոլշևիցիզմն իր ծիսակատարություններն ուներ եւ մենք տեսնում ենք այդ Լենինի թաղման ծեսերը տենց լրիվ ինչ որ կրոնական ակտ հիշեցնող, այսինքն մարդը շատ կրոնական էակ է, սրա հետ ոչինչ մենք անել չենք կարող եւ ես վստահ եմ, որ ինչքան մարդկությունը այսպես ասած զարգանա, այսպես ասածը հիմա բացատրեմ, այդքան վերադառնալու է դեպի կրոն։ Վերջին հաշվով ես տեխնիկական զարգացում այո, ինչ որ գիտության զարգացում այո, բայց մարդկության իմաստով ես կարծում եմ, որ մենք գնալով դեգրադացվում ենք։ Ինչո՞ւ եք տենց մտածում։ Օրինակ հաշվի առնելով այսօրվա տեխնոլոգիական առաջընթացը բումը, այսպիսի, չգիտեմ, այսպիսի առաջընթաց չի գրանցվել, սա ռեկորդային է, թե արհեստական բանականության ոլորտում, թե նեյրոնագիտության խորհրդացման եւ այլն, տեխնիկական, տեխնոլոգիական իմաստն եմ խոսում։ Ինչու է պայմանավորված այս առաջադիմության բումի ընթացքում մարդկանց դեգրադացումը։ Ես շատ քիչ եմ հարցազրույցների ժամանակ կարծիքներ ասում, ու երբ կարծիք եմ ասում, անպայման նշում եմ դրա մասին, որ դա ընդհանրապես կարծիք է։ Այնուամենայնիվ, երբ վերջերս առիթ ունեցա աշխարհի լավագույն թանգարաններ գնալու, բրիտանական թանգարան, Վատիկանի թանգարան, Պրահայի թանգարանն է շատ հետաքրքիր մարդաբանական, այդ ամենահին շերտերը, երբ նայում ես այդ քարանձավային, այսինքն շատ 40,000 տարի առաջ նեանդերթալյան մարդու կյանքը եւ դրանից հետո մինչեւ այդ Homo sapiens-ի ձևավորման առաջին փուլը։ Իմ տպավորությունն այն է, որ մարդիկ ինչքան մոտ էին բնությանը, ինչքան ներդաշնակ էին ապրում բնության հետ, այդքան ավելի երջանիկ էին։ Երջանկությունը վերջին առումով ինքը այդպես ռոմանտիկ ու վերացական ինչ որ եզր չի, որ այդպես երջանկությունը բավականին չափելի է կարծում եմ։ Այնուամենայնիվ, եթե նայենք հորմոնների տեսանկյունից, դա նույնիսկ այդպես երջանկությունը բավական նյութական իրողություն է։ Կենսաքիմիական կոնկրետ ռեակցիա է եւ կոնկրետ։ Իմ մոտ տպավորություն է, որ մարդկանց հորմոնները շատ ավելի ճիշտ էին աշխատում, երբ մարդն ապրում էր բնության հետ ներդաշնակ։ Բնության մեջ, բնության հետ եւ արարչագործության հետ ներդաշնակ։ Իզուր չէ, որ երբ մենք կարդում ենք մարդու արարումը, այնտեղ ամբողջ արարչագործության այդ ծիրից ներս է ու մարդը շատ կպած է բնության հետ։ Նույնիսկ տեսնում ենք Ադամին հենց առաջին պատվիրաններից մեկը, որ տրվում է, կենթանիներին անուն դնելու պատվիրանն է, որ Ադամը պիտի բոլոր կենթանիներին անուն դներ։ Դա առաջին, կարելի ասել, աշխատանքներ։ Առաքելություն է ըստ եզերքում, այսինքն պիտի շփվեր այդ կենթանիների հետ, պիտի այդ բնության մեջ լիներ, արարչագործության մեջ լիներ։ Եվ իմ դիտարկմամբ ինչքան մենք հեռանում ենք արարչագործությունից, կան դժբախտության ենք զգտում։ Երևի թե այստեղ ոչ թե դժբախտություն բառն է, ոչ թե բախտավորություն բառն է, այստեղ ավելի դեպրեսիան է գուցե, ավելի սխալ հորմոններով։ Ես հիմա օրինակ նայում եմ մարդիկ հատուկ ինչ որ դեղեր են խմում իրենց հորմոնները կարգավորելու համար, մագնի են խմում, որ քնեն։ Օրինակ էլեկտրական լույսը ինչքան է խախտել մեր բնականոն կյանքը, չէ՞։ Նայած որ դիտանքից հիմա առավոտյան եթե զուտ գանք բժշկության կողմից ինչքանով որ ես եմ հետևում Միչելոց Հուբերման լաբի, այսինքն նեյրոնագիտության հայտնի դոկտորի կարծիքն է, որ առավոտյան շուտ եթե ունես հնարավորություն բացարձակ բնության լույս տեսնելու ամենալավը դա է, հենց արթնանալուց անմիջապես հետո, բայց հետո ինքը խորհուրդ է տալիս, եթե չունեք այդ հնարավորությունը, արհեստական լույսը օգնում է։ Միգուցե խանգարում է նաև քնին բնականաբար, բայց եթե գամ այս թեմային, ես վերջերս իրական շատ հետաքրքիր գիրք եմ ավարտել, ես սիրում եմ հակառակ կարծիքն եմ լսել, Հարարի Յուվալ Նոյ Հարարի, բեսթսելեր, ինձ թվում է գրքեր կա, որ արդեն տպվում է վրան բեսթսելեր էլի խփած, բայց այնտեղ այսպիսի կարծիք կա, եկեք դա վիճարկենք, հա, հետաքրքիր ամեն դեպքում։ Սափիենսի մեջ։ Չէ, խոսքը գնում է Homo Deus-ի մասին, ապագայի համառոտ պատմության իր կանխատեսումների, ըստ իրեն դենք հայտնի աթեիստ որպես, ըստ իրեն երջանկությունը, սերը, հուզմունք, ոգևորվածություն, սրանք ապագայում դառնալու են ապրանքներ,
այսինքն կարողանալու է մարդը գնալ այն բացատրությամբ, որ սա շատ կոնկրետ կենսաքիմիական ռեակցիա է։ Արդեն իսկ բրենդների մեծ մասը վաճառում են ոչ թե ապրանք, այլ էմոցիոն, մարքեթինգի հիմքերի մեջ է, որ դու պետք է զգացմունք վաճառես, ոչ թե ապրանք։ Այսինքն, բարձր չէ, որ Coca-Cola-ն եւ Pepsi-ն երկու համաշխարհային բրենդներ, իրենք տարբեր էմոցիաներ են վաճառում։ Դրա համար օրինակ Coca-Cola-ի գովազդում ընտանիք է, ձմեռապապ է, ամանոր է, Pepsi գովազդում երիտասարդ միջավայր է, իսկ Pepsi-ում մկաններ են, սպորտ է, երիտասարդ աստղեր են, ավելի սեքսուալիզացված կերպարներ են, եւ տարբեր, այսինքն իհարկե Yuval Noah Harari-ն ինքը գեղարվեստական non-fiction գրականություն է, այսինքն ես իրեն բնավ գիտական չեմ համարում, եթե Sapiens-ի մեջ էլի կան որ ուսումնասիրություններ եւ Sapiens-ի հիմքում կա ինչ-որ գոնե հիմնարար գիտելիք, իհարկե շատ գեղարվեստականացված, շատ երևակայած, այսինքն երբեք չի կարելի դա կարդալ որպես գիտական գրականություն։ Homo Deus-ը լրիվ գեղարվեստական, լրիվ ֆանտազիա է, եւ հաշվի առնելով որ արդեն մի քանի տարի անցել է այդ գրքից, մենք տեսնում ենք, որ այնպես չի, որ շատ ճիշտ իր գծած ճանապարհով է գնում ամեն բան։ Ես այս առումով ավելի հակված եմ լսելու եւ շատ խորհուրդ կտամ լսել Տատյանա Չեռնիգովսկայայի ուսումնասիրությունները, որովհետեւ ինքը շատ կոնկրետ գիտնական է, որ շատ լավ, շատ հարուստ լեզվով էլի, շատ լավ օրինակներով, շատ պարզ ու մատչելի, բայց խոսում է գոնե գիտական process-ների մասին, որոնք չափելի եւ հիմնավորելի են հենց գիտությամբ։ Այսինքն մարդկությունը ինչ որ առումով դեգրադացվում է, տեխնոլոգիական առումով կարող ենք խոսում ենք, իհարկե առողջական իմաստով անուրանալի է, որ շատ ու շատ հարցեր են լուծվում եւ բնականաբար ես չէի ուզի ապրել ինքս չէի ուզի ապրել միջնադարում, կարող եք միանգամից ասել, բա որ այդքան լավ էր դու օրինակ կուզեիր միջնադարում ապրել, չէ, որովհետեւ այնուամենայնիվ հիմա ChatGPT-ին իրոք օգնում է, չեմ բողոքում, բայց տպավորությունս դա է, որ երևի ավելի երջանիկ են եղել ու գուցե մենք այնքան զարգացնենք արհեստական բանականությունը, որ այ արհեստական բանականությունը մեզ մղի վերադառնալ բնությանը։ Համենայն դեպս ես տեսնում եմ, որ վերջին տարիներին մարդիկ սկսել են ձգտել դեպի էկո մթերքներ, էկո հանգիստ, եւ օրինակ մենք հիմա ունենք մի ծրագիր, որ կոչվում է Վերև ուխտագնացությունների մեր ծրագիրն է, որովհետեւ իր հիմքում մենք տարբեր ուղղություններով ուխտագնացությունները վարում ենք, այսինքն գնում ենք Տավուշ, Մայրաթոր Սուրբ Էջմիածին, դեպի Շիրակ ուխտագնացություն ունենք դեպի Արևմտյան Հայաստան ուխտագնացություն երրորդյա, դեպի Սուրբ Ղազար, Վենետիկ, դա Աստված առաջիկայում պիտի նաև դեպի Երուսաղեմ գնանք, ունենք դեպի Իրան, Իրանահայք, այսինքն պարսկահայք եւ պիտի ջուղա գնանք դեպի ուխտագնացության, բոլորովին վերջերս բացեցինք արդեն դեպի Սանկտ Պետերբուրգ ուխտագնացությունը։ Եվ այս ուխտագնացությունների հիմքում այդ հեռախոսներից կտրվելն է նաեւ։ Մեզ հետ լուսանկարիչ Վիգեն Նեմնոյան, որը օգնում է մարդկանց նույն լուսանկարները ունենալ առանց հեռախոսներից կարճելու։ Վայելեք ուղղակի վայելի դուք մնա հեռախոսի մեջ։ Եվ դրա համար ծրագիրը կոչվում է Վերև, որ մենք այս դիրքից բարբերաբար մոռանում ենք վերև նայել։ Այս հեռախոսները մեզ անդադար դեպի ներքև են տանում, իսկ մարդը անտրոպոս, վերև նայող էակն է։ Անտրոպոս, անտրո, վերև, օպոսն էլ օպտիկա բառը ունենք, չէ՞, վերև նայող մարդ։ Անտրոպոմորֆ կա մարդակերպ, անտրոպոլոգիական ուսումնասիրություն մարդաբանական, չէ՞։ Այդ անտրոպոս բառ վերև նայողն է։ Որ մարդը վերև էր նայում ու տեսնում էր տիեզերքը եւ անվանում էր այն կոսմոս։ Կոսմոսն էլ կոսմետիկա բառն ունենք այդտեղից, նշանակում է գեղեցիկ։ Նայել են գեղեցկությունը անվանել են կոսմոս եւ այդպես տիեզերքը իրենց համար եղել է այդ գեղեցկության, բայց էսթետիկ գեղեցկության չէ։ Շատ արագ դա կրոնականացվել է, որովհետև մարդիկ սկսել են պատկերացում ձևավորել, որ Աստված է վերևում։ Ինչը ի դեպ հիմնավորվեց նաև Սուրբ գրքով։
Սաղմոսած գրքում շատ կա համբարձի զաջ սիմի լեռինս, ասում է ուստի եկես ցե ինձ օգնություն, աչքերս դեպի լեռներ կբարձրացնեմ, որտեղից ինձ օգնություն, փրկություն կգա։ Մենք տեսնում ենք Սինա լեռան վրա 10 պատվիրանների ստանալը, մենք տեսնում ենք Թաբոր լեռան վրա Քրիստոսի պայծառակերպվելը, Ձիթենյաց լեռան վրա համբարձումը, եւ այս լեռները մի շատ կարեւոր նշանակություն ունեն եւ Արարատն ինքնին մարդու փրկության կարեւորագույն խորհրդանիշը դարձավ։ Կարմիր գծով գնում է աստվածաշնչում էլ։ Եվ կուլմինացիան էլ որն է, Քրիստոս աղոթեց Հայր մեր, որ երկնքում ես։ Հետևաբար այս վերևը մեր վանքերն էլ միշտ բարձունքներում են, բայց ամենակատարին չէ, որովհետև ամենաբարձունքը թողնված է միշտ Աստծո համար, նկատել եք, չէ՞։ Վանքերը կառուցվում են ոնց որ բարձունքում, բայց ոչ ամենակագաթին։ Գագաթից մի քիչ ներքև։ Հիշեք Հաղարծինը, Տաթևը, մեր մեծ վանքերը, որ հիշեք, իրենք շատ բարձր դիրքով են, բայց որ կանգնում ես այդ վարքից, մի հատ բարձր կետ կա։ Այդ կետը թողնված է Աստծո համար։ Երբեք չեմ նկատել։ Շատ հետաքրքիր օրինաչափություն է։ Հիմա էլ է այդպես կառուցած, այսինքն նորակառույց եկել։ Ես նկատում եմ, որ վերջին շրջանում այս գիտելիքը երևի չունենալու պատճառով ձգտում կա ինչ-որ գնալու ամենաբարձր կետի վրա, ինչ-որ մատուռ կառուցելու, սովորաբար դրանք լինում են ինքնուրույն կառուցված ինչ-որ խաչեր, ինչ-որ մատուռներ, բայց եթե դուք նայեք միջնադարյան այս գիտելիքը երբ եղել է, իսկ իդեպ դեգրադացման առումով էլ մենք որ գնում ենք մեր վանքեր, հենց ուխտագնացությունը ժամանակ մենք որ գնում ենք վանք, այդ Վիկիպեդիայի նյութը չենք պատմում, այս թվին կառուցվել, այս թվին քանդվել, այս թվին վերակառուցվել, այդ չի մեր նյութը։ Մենք գնում ենք այդ վանքերը թաքնագրերը կարդալու ու երբեմն դու վանքը ուղակի պիտի կարողանաս կարդալ, որ այնքան թաքնագրեր կան, այնքան ամեն մի նախշը կարող է քեզ այնպիսի հսկայածավալ նյութ տալ քո մասին, քո գենի մասին, քո կոդի մասին։ Ու երբ սկսում ենք նայել, մենք էլ հասկանում ենք, որ ինչ որ բան է գրած, բայց այս տառերը մենք էլ չգիտենք, մենք կորցրել ենք այս այբուբենը։ Ու դու նայում ես, որ ախր սա մարդկանց թվում է, թե դա տենց սիրունիկ զարդանախշեր է արած վանքի վրա։ Մարդը եկել է սիրուն քանդակներ է արել։ Այնուր ասում ենք կոսմոս, սիրուն է, բայց պարզա չէ որ դա ուղղակի սիրուն չի։ Դա հսկայական նյութ է։ Հիմա մենք էլ նայում ենք մեր վանքերին ու շատ հաճախ միակ բանը, որ կարող ենք ասել, վա ինչ սիրուն է։ Մեր խաչքարերին նայում ենք, ասում ենք, վայ սիրունիկ է, հա, շատ սիրունիկ է, շատ գողտրիկ, քնքուշ։ Բայց այդ իրականում, որ օրինակ մեր այբուբենին նայում ես, ոնց որ զարդաքանդակ լինի։ Հա, իրականում շատ գեղեցիկ է մեր այբուբենը։ Շատերը գիտեն, թե այդ Մեսրոպ Մաշտոցն է այդպես նկարել, Մեսրոպ Մաշտոցը տենց գրաֆիկ դիզայներ է, տառեր էր գրում։ Քչերը գիտեն, որ Մեսրոպ Մաշտոցը իրականում ոչ թե սիրուն տառեր նկարող եղել, այլ դա հռոփանոս ծաղկողն էր այդ տառերին այդ տեսքը տալիս, իսկ Մեսրոպ Մաշտոցը ոչ թե ուղղակի շատ լավ գրաֆիկ դիզայներ էր, որ լավ շրիֆտ է գրել մեզ համար։ Ասեն, շատ հաճախ այդպես են մտածում։ Ֆիքսենք, որ Մեսրոպ Մաշտոցը գրաֆիկ դիզայներ չի։ Գրաֆիկ դիզայներ չի, ինքը մի հսկայական տիտանական լեզվամտածողության համակարգ է ստեղծել, համակարգ, որն այնքան հանճարեղ է, որ արդեն 1500 տարի անխափան գործում էր։ Ծառայում է ու որևէ բան փոխելու կարիք չունի։ Նույնիսկ մենք շատ մեծ վնաս ենք հասցրել Մեսրոպ Մաշտոցի մեքենային, իդեպ հանճարեղ մեքենային, դա հանճարեղ համակարգված մեքենա է, սիստեմ, որին մենք սարսափելի վնաս ենք հասցրել, դա եղել է սովետական տարիներին, երբ մենք դասական ուղղագրությունից անցում ենք կատարել այս հիմիկվա այս ուղղագրությանը, դրանով իսկ խեղելով մեր լեզուն, մեր հիմքը, մեր ուղղագրությունը, խեղելով ուղղակի դա հանցագործություն էր մեր ինքնության նկատմամբ, հանցագործություն էր մեր լեզվի նկատմամբ եւ գիտեք, ես կարծում եմ, որ առաջիկայում ազգային պետություն ունենալու պարագայում կարևորագույն որոշումներից մեկը պիտի լինի, որպես երկրորդ պետական լեզու հռչակել արևմտահայերենը եւ դասական ուղղագրությունը գոնե հասնել նրան, որ մեր երեխաները հավասարապես տիրապետեն գոնե երկուս արևելայերենին եւ արևմտահայերենին եւ հետո քիչ ունենալ մի ծրագիր, գոնե մի 30 տարվա ծրագիր, որ մենք անցում կատարենք դեպի դասական ուղղագրություն, որ ուղղակի կփրկի մեր լեզուն։ Այնպես ինչպես մենք կորցրինք
խազերը, այնպես ինչպես ասում եմ, ինչքան բան ենք մենք կորցրել եւ վերադառնալով այդ որ ասում եմ այն ժամանակ կառուցում էին այսպես բան, այդ ամբողջը մեծ գիտելիք էր, այդ ամբողջը մեծ մշակույթ էր, այդ ամբողջը մեծ աշխարհայացք էր, որը մենք ցավոք սրտի հիմա քիչ կորցնում ենք դառնալով շատ fast food ազգ, բայց մենակ մեզ չի, ամբողջ աշխարհն է դառնում fast food, ամբողջ աշխարհն է դառնում TikTok։ Այս TikTok-ը ինքը սոցիալական հարթակ չի այլևս։ TikTok-ը քիչ դարձել է աշխարհայացք։ Եվ երբ դու նայում ես մարդուն, որի աշխարհայացքն է TikTok, ու մարդը չի կարողանում երկար լսել կենտրոնացած, անդադար պիտի թերթի, բանան, այդ ինչն է, այդ արագ, էլի վերադառնում ենք հորմոններին, այդ արագ դոֆամինին, որը իհարկե մարդու ուղեղը շատ կոնկրետ քանդում։ Ու այսօր մենք գիրք կարդալու ընդունակ չենք, կինո նայելու ընդունակ չենք, 2 ժամ մի բան նայելու, այդ ուղղակի ֆոկուս պահելու ընդունակ չենք։ Ու դա իհարկե մեծ խնդիր է։ Էլի եթե խոսում ենք բնության հետ ներդաշնակ ապրելուց, պետք չի գնալ հասնել քարեդար։ Եկեք գնանք մեր մանկություն։ Մեր մանկության տարիներին մենք խաղում էինք շատ կարևոր խաղեր, որոնք զարգացնում էին մեր շատ կարևոր համակարգերը։ Այդ խաղերը, որ մենք խաղում էինք, այդ ընկնելը, որ կռիվները, որ անում էինք, թողներվի ինձ ասելու, այդ ամբողջ բակային կյանքը, այդ ոչ մեկ թող չթերագնահատի, դա շատ կարևոր ազդեցություն է եւ մարդու առողջության, թե հոգեբանական, թե ֆիզիոլոգիական, ամբողջ առողջության վրա արտակարգ մեծ ազդեցություն ունի։ Եվ մարդու մտածողությունն է զարգացնում։ Ամեն դուք նկատում եք, որ հիմա 18 տարեկան տղերքը գրեթե մորուք չի աճում, այսինքն այդպես աղվամազերով գնում են բանակ։ Ես որ երեխա էի, իմ մեծ աղբոր դասարանի տղերքը, որ 18 տարեկան էին, ու ես որ օրինակ, չգիտեմ, տարական դասարանում էի, նայում էի, ասենք, դպրոցը ավարտող տղերքին, 18 տարեկան տղերքին, կամ օրինակ ես երեխա էի, շատ փոքր էի, հայրս զինվորական է, անդադար շփումը կար զինվորների հետ, պարբերաբար գնում էի, նույնիսկ մենք ապրում էինք Զորամասի մոտ, ու այդպես փոքրուց տեսել եմ զինվորներին։ Զինվորականի տղայի կյանքն է, անդադար Զորամասում, անդադար շտաբում, անդադար տեսնում ես, հա։ Ես հիշում եմ զինվորներին 18 տարեկան, ասենք 2005, 6, 2010 թվին ջաջաներ էին։ Իրոք, ուշ են հասունանում հիմա դա է։ Հա, այսինքն ես հորմոններով հենց պայմանավորված է։ Որ հիմա եմ գնում Զորամաս, իսկ ես հիմա էլ շատ հաճախ գնում եմ, շփվում եմ զինվորների հետ, տարբեր հանդիպումներ եմ անցկացնում։ Ինքս էլ բոլորովին վերջերս եմ ծառայել։ Զինվորները գալիս են աղվամազերով։ Այսինքն Ձեզ շատ հետաքրքիր, նույնիսկ ինչ որ բան ազդում է այդ ուշ հասունանալու ֆիզիոլոգիական փոփոխություններ, նույնիսկ այս տասնամյակում մենք փոփոխությունը կարող ենք տեսնել։ Մենք բանակում իդեպ այտենց իդեյս ավակ սերունդ է, ես 4 թե 5 տարի ուշ էի գնացել բանակ, ու մենք Զորամասում ունեինք այդ 90-ականներից մի քանի հոգի, այդպես ուշ բանակ գնացած կրթության, առողջական խնդիրներով ուշ էին գնացել։ Ու մենք 22 տարեկան էինք, ու գալիս էին 18 տարեկանները, մենք այդպես նույնիսկ մի քիչ պապիկավարի ասում էինք, կոմպից բացի ուրիշ բան չեն տեսել, բան Հայաթում չեն խաղացել, Բաքում չեն վազվզել, ու իրոք այդպես էր 4 տարվա տարբերությունը զգացնել տալիս էր, որ մենք կարծես վերջին սերունդն ենք, որոնք բակ են տեսել, փողոց են տեսել։ Չէ, լավ, ես էլ եմ տեսել։ Իսկ դու մենք ավելի դուք կներեք հարցի համար։ 2001 Դե ես 97 եմ, լավ 2000-ականների գոնե սկզբում դա արդեն, բայց դու արդեն մանկության մեջ PlayStation ունեիր։ Հավանաբար, Denzi գոնե։ Երևի հա, 8-9 տարեկանում հա ունեի։ Որովհետև արդեն 2006-7 թվերին կարծեմ այդ բեկում եկա, որ քիչ մեր կյանքներ կուժեն։ Սմարթֆոնները, որովհետև ես փոքր ժամանակ սմարթֆոն չէի տեսել։ Մենք էլ չենք ունեցել։ Հա, երևի ավելի 2003-2004-ից սկսած է վստահաբար ասում եմ, որ բակային խաղերը ու դա ազդում է մարդու հորմոնների, մարդու ֆիզիոլոգիայի եւ ազդում է այստեղ եւ հիմա մեր աչքի առաջ։
Շատ հետաքրքիր է, այսինքն հետաքրքիր է լսել թե ինչքան կապված է մեկ թեման մյուսի հետ։ Ես ինձ այնքան ծերեմ զգում ես պահին իդեպ։ Սպասենք մի տեսակ դες պապիկներ կան։ Մեր ժամանակ դες բաներ Չէ, չկա։ բացարձակ։ Ես կարծում եմ շատ բան հետաքրքիր ակտուալ թեմաներ են, որտեվ բոլորն են նկատում են, չէ՞, օրինակ ես վստահ եմ մեզ լսողներից շատերն են նկատում են, որ շատ են թերթում ռիլեր եւ այլն, իրենց 1 ժամ հետո առնվազն գերօգնած են զգում ու դա արդեն ֆիզիկական ազդեցություն ունի մեր առօրյա։ Եվ օրինակ 3 օր մեր ուխտագնացության ժամանակ մարդիկ հեռախոսներից կտրվում են, 3 օր շփվում են իրենց արմատների հետ։ Թե իրենք չեն օգտվում։ Չէ, ուղղակի ժամանակ չի լինում, ոչ էլ հետաքրքրություն է լինում այդ բանը, այսինքն ուխտագնացությունը այնպես է կարգավորված, որ մարդիկ իրոք կարիք չեն զգում, մանավանդ որ գիտեն իրենց նկարում են եւ կարիք չունեն նկարվելու, այդ մի բանը ոնց որ այդ մի տիկա փակվում է, անջատվում է եւ մարդը նաեւ ստանում է այնպիսի նյութ, որը խոսում է իր արմատի իր գենի հետ, այսպես ինչ որ շատ հետաքրքիր հոգեբանական պահ է ակտիվանում, մարդը վերադառնում է իր արմատներին, դա շատ յուրահատուկ զգացողություն է։ Օրինակ մենք գնում ենք անի վանքերն ենք սկսում ուսումնասիրել այդ քանդակները, փորձում ենք հասկանալ այդ ինչ սպասումով են դրանք կառուցվել, ինչու հենց 1000 թվականին սկսեց այդ ամենը կառուցվել, ինչու հենց 1001 թվականին բացվեց մայր տաճարանում, ինչու հենց 1000 հա, ես պատմում եմ այդ ամենը մենք զրուցում ենք, հարցեր են տալիս, մեկ էլ սկսում են տրամաբանությունը հասկանալ, ասում են, բա ես գիտեի այդ մի հատ սիրուն ուղակի ծիտիկա նկարած դու մի ասա այդ ահռելի մեսիջը դրած, որ դու պիտի կարողանաս ուղակի կարդալ, ու այդ մեսիջը շատ մեր օրերի մասին է։ Շատ հետաքրքիր։ Ու այս ընթացքում մարդիկ 3 օրից վերադառնում են, ասում են կյանքս փոխվել է, ես ուրիշ մարդ եմ վերադառնում ուխտագնացությունից։ 3 օր է դեպում ուխտագնացություն։ Արևմտյան Հայաստանը 3 օր, Հայաստանը 1 օր, բայց օրինակ որ գնում ենք Սուրբ Ղազար, այդ արդեն մի շաբաթ է։ Եվ այդտեղ մարդիկ արդեն շփվում են եւ հայկական եւ համաքրիստոնեական արժեքների հետ, բայց թույլ չեմ տալիս, որպես սնափառություն լինի։ Այ քչերը գիտեն, օրինակ գնում ենք Վենետիկի ամենահին վանքը Տորչելլո կղզու վրա, այդ Տորչելլոյի վանքն է, փառահեղ արխայիկ վանք 6-7-րդ դարերի։ Եվ երբ մտնում են, ինչ-որ հայկական բան են նկատում, ու թվում է թե դե այս հայերն էլ ամեն տեղ հայկական բան, ու որ ասում եմ, գիտեք, այս վանքը հիմնադրել է Ռավեննայի էգզարխ Ներսեսը, որն ազգությամբ հայ էր, եւ Վենետիկի պատմության հնագույն արձանագրությունը, որ ընդհանրապես Վենետիկը հիշատակվում է, գրվել է հայի ձեռքով, որն եղել է Ռավեննայի էգզարխը հայ ազգի, ու երբեմն թվում է, թե մենք այդպես ուղակի գլուխկով անազգենք, բայց դա լավորից չի եղել, որ ասենք հայ մարդը հայտնվել է Ռավեննայում ու որում ինչն է հետաքրքիր, որ Սփյուռքում մենք միշտ սարսափելի հաջողում ենք։ Սփյուռքում դրսևորվում են մեր լավագույն հատկությունները։ Ես թվում է դա ունի ինչ-որ բացատրություն։ Հա, ընդհանրապես բոլոր էմիգրանտները փորձում են լավագույնս դրսևորվել, միշտ ճգնաժամային իրավիճակում միայն հայ ազգին չի վերաբերվում, մյուս ազգերին էլ երբ մարդիկ օրինակ էմիգրանտներ են, իրենք տասնապատիկ ջանքով են աշխատում եւ այդ ճգնաժամի մեջ մարդը ստրեսի մեջ ավելի լավ է ինքնադրսևորվում, քան իր կոմֆորտ տիրույթում, ասենք իր երկրում, հենց իր պետության մեջ։ Բայց մի բան եմ նկատել, երևի թե դուք էլ կհամաձայնվեք իմ հետ, ես ամեն դեպքում նկատել եմ, օրինակ մուսուլմանական երկրներում հայկական գաղթօջախները շատ ավելի լավ են ձևավորված եւ ավելի լավ են հավատարիմ մնում արժեքներին, մանավանդ Բաքվում։ Բայց չէ, այստեղ խնդիրը մուսուլմանությունը չի, այստեղ խնդիրը մեր եղբայրական եւ ճշտամական ազգերի զանազանությունն է, մեր նկատմամբ շատ հոգատար եւ շատ եղբայրական եւ շատ յուրահատուկ լավ վերաբերմունք վերջին գոնե 3-4 դարերի ընթացքում ունեցել է Իրանը եւ իհարկե անասելի մեծ խնամքով են պահպանվել ջուղայի մեր հարստությունները, մեր վանքերը, օրինակ հիմա վերջերս է Իրանում ու տեսա որ Սուրբ Թադեն է վերանորոգվում։
պետության կողմից, այո, դա հայ առաքելական եկեղեցի է, վանք է, որ կառուցված է Թադեոս Առաքյալի գերեզմանի վրա եւ գտնվում է Ատրպատականի հայոց թեմում, այսինքն Իրանի Ատրպատական կոչվող այդ հատվածում, որ մոտ է Թավրիզին, Թավրիզ, Ուրմիա այդ շրջանում է։ Եվ իհարկե նաև շատ լավ վերանորոգված է այնտեղ մեր Սուրբ Ստեփանոսի տաճարը, շատ հոյակերտ մի հայ առաքելական եկեղեցի վանք, բնականաբար Ջուղան իր հարստությամբ, իր վանքերով, իր թանգարաններով եւ հայերը իրենց թաղամասում բացառիկ պաշտպանվածություն ունեն, այդ առումով անշուշտ սա իրանական ֆենոմեն է։ Մենք չենք գնում պատմության ավելի խոր, երբ ունեցել ենք անշուշտ թշնամական փուլեր, ունեցել ենք մի փուլ, երբ բռնի ձևով մեզ այստեղից տեղափոխել, տարհանել ու տարել են Ջուղա, դա իհարկե վատ պատմություն է, բայց այնուամենայնիվ, այ տեսեք, Իրանը ինչ որ առումով ընդունել է դա, հաշտ չէ, չի արդարացնում դա։ Ինչ չի կարելի ասել Թուրքիայի մասին, ինչ կարելի ասել Ադրբեջանի մասին, ու դուք որ տեսնեք ինչ վատ վիճակում են մեր վանքերը Թուրքիայում, ուղղակի այստեղ էլ իհարկե մեր արևմտյան Հայաստանի հիմնականում քրդական հատվածի մեջ է։ Եվ ես ամեն գնալուց օրինակ շատ խոսում եմ քրդերի հետ, խոսում եմ հայերի մասին, խոսում եմ թուրքերի մասին եւ արձանագրում եմ քրդերի սարսափելի վատ վերաբերմունքը թուրքերի նկատմամբ։ Այդ զզվանքը թուրքերի նկատմամբ, որ քրդերը նույնպես ուղղակի զզված են թուրքերից եւ ամեն կերպ փորձում են բոլոր ազատագրվել, շիա, սուննի, հպտիես, բոլոր այսպես ասեմ, ինձ հանդիպած քրդերը, որոնց ես եմ հանդիպում արևմտյան Հայաստանում, եւ մեր ազգային պետության ապագա ղեկավարները, մեր կառավարիչները պիտի ունենան հմտություն աշխատելու քրդերի հետ, դիվանագիտական, հետաքրքիր լավ աշխատանք տանելու մեր, չէ՞ որ մեր հարևանները մեծ հաշվով թուրքերը չեն, քրդերն են։ Պատմության ընթացքում էլ հայ-թուրքական սահմանը քրդական բնակչություն, գրեթե ամբողջ քրդաբնակ է, այդպես թուրքական բնակչություն, որոնց ծայրահեղական թուրքական բնակչություն կա Էրզրումում, իսկ Իգդիրը գրեթե ամբողջությամբ ադրբեջանաբնակ է։ Այս երկու Էրզրումը Կարինը եւ Իգդիրը, հա, այս երկու բնակավայրերը թուրքական, ադրբեջանական, շատ թշնամական, ես դրա համար ոչ Իգդիրում, ոչ Էրզրումում հատուկ կանգառներ չեմ նախատեսում օգտագործությունների ժամանակ ավելորդությունների խուսափելու համար։ Մնացած տեղում բացարձակ վտանգավոր չէ, շատ անվտանգ է։ Մենք նույնիսկ հետաքրքիր բան ասեմ, ամեն անգամ սահմանային կետերն անցնելուց վրացիների հետ ավելի շատ ենք խնդիրներ ունենում, քան քրդերի։ Մարդիկ միշտ մտածում են, ոյ, բայց հայ-թուրքական սահմանը բան է, ի նկատի ունեմ վրաց-թուրքական, բայց քրդերի հետ մենք շատ լավ նորմալ անցնում ենք, իսկ վրացիների հետ միշտ խնդիրներ կան, միշտ ինչ որ մունաթը, բանը, այդ իրեն շովինիստական վերաբերմունքը, քրդերը, հա, իսկ արդեն թուրքերի հետ, երբ որ գնում ես թուրքերի ես հանդիպում, դու իր հայացքից բանից հասկանում ես, որ այս մարդը քուրդ է, իսկ այն մարդը թուրք է, թրքի հայացքը ինչ-որ գենետիկ էլ ես զգում։ Եվ պիտի վկայեմ, որ գոյություն չունի այդպիսի մի բան կենթանի հողի վրա, որ դե թուրքերը հայերի հետ արդեն նորմալ են, դե 100 տարի առաջ ինչ եղել է։ Ոչ։ Թուրքն իր միսիան չի ավարտել։ Թուրքի միսիան նույնն է՝ տեսնել քեզ թանգարանում, տեսնել մեծ Թուրանը եւ հանկարծ չտեսնել քեզ իր թուրքական աշխարհի արանքում որպես իրենց կոկորտի մեջ խրված ոսկոր։ Եթե մեկը ունի իլյուզիաներ, որ մենք տենց թուրքերի հետ ախպերություն ենք անելու, այդ իլյուզիան կգնաք Գրիգոր Զորապին մի հատ կպատմեք, եւ Գրիգոր Զորապը ձեզ հետո կբացատրի, թե ինչու էր ինքը սխալվում 100 տարի առաջ, որովհետեւ 100 տարի առաջ հայերը երիտ թուրքերի հետ բարեկամություն անելու հսկայածավալ քանակով քարոզիչներ ունեին։ Ցավոք սրտի այդ քարոզիչները զոհվեցին, նահատակվեցին եւ ցեղասպանության զոհ դարձան։ Հետևաբար իդեպ նաեւ ինչն է կարեւոր, որ մենք ճանաչենք մեր պատմական Հայաստանը, շատ լավ ճանաչենք։ Տեսեք, հրեաները, ես սրա մասին առանձին շատ եմ խոսել, հրեաները իրենց հայրենիքը կորցրել են 70 թվականին, առաջին դարի
70 թվականին ավիրվել է Երուսաղեմի տաճարը, քանդվել է իրենց Երուսաղեմը, իրենք զրկվել են Երուսաղեմից, իրենք զրկվել են իրենց պետությունից, իրենց երկրից, իհարկե անկախ չէին, բայց գոնե այնտեղ էին ապրում։ 70 թվականին իրենք ամեն ինչ կորցրել են։ Երուսաղեմը դարերի ընթացքում, տասնյակ դարերի, հազարավոր տարիների ընթացքում եղել է էլ բյուզանդական, էլ հռոմեական գերիշխանության ներքո, էլ արաբական, Երուսաղեմում տեր ու տիրական են եղել հայերը, հույները, ով ասես։ Երուսաղեմն անդադար փոփոխել է իր դիրքը, իր պատմական վիճակը, իր մշակութային դիմագիծը եւ լինելով խաղաղության քաղաք, որևէ վարքյան խաղաղ չի եղել։ Երուսաղեմ խաղաղության քաղաք, չէ՞։ Հա, երբեք խաղաղ չի եղել։ Երբեք որևէ վարքյան, այո։ Եվ մի բան է ստաբիլ եղել Երուսաղեմում՝ հրեաների ներկայությունը, որովհետև յուրաքանչյուր հրեա աշխարհի որ ծայրում էլ լիներ, իր դիմաց, իր զավակի դիմաց ուներ բարոյական պարտադրանք, ամեն զատկին, ամեն տոնին իրենց հրեական զատկին գնալու ուխտագնացության դեպի Երուսաղեմ։ Դրա համար հրեաները անգիր գիտեին Երուսաղեմը, ով որտեղ, ով ինչ, ու դրա համար երբ որ պիտի արդեն առևտուրը գնար 1947-48 թվերին, դուք լնայք 70 թվականն ուր, 1948 թվականն ուր։ Հիմա պարզ է, չէ՞ որ 700-ական թվականներին, որ հրեաները գնում էին Երուսաղեմ, լիքը մարդիկ ասում էին, այ մարդուք 70 թվին կորցրել եք, 700 տարի է անցել, այդ Երուսաղեմը էլ ձերը չի, շատ նման է։ Թողեք, մոռացեք, ինչի եք գնում Երուսաղեմ, իմաստը, գնում եք Երուսաղեմը սարքած է մուսուլմանական քաղաք, ձեր տաճարի փոխարեն մզկիթ է կառուցած, դուք գնում եք այդ մզկիթի մոտ, ցավ եք ապրում, կսկիծ եք ապրում, տուրիստական ավտոբուսներով գնում եք Երուսաղեմ, որ ինչ անեք, բայց մարդիկ գնում էին տուրիստական լավ կառքերով ու ոդկով էին գնում։ Եվրոպայի տարբեր երկրներից ոդկով տարիներով գնում էին, հասնում էին Երուսաղեմ, որովհետև հայն էլ էր գնում, հույնն էլ էր գնում, Երուսաղեմը չպիտի դառնար միայն քրիստոնյաներինը, չպիտի դառնար միայն մուսուլմաններինը, մենք պիտի մնայինք այնտեղ, եւ քրիստոնյաներն ու մուսուլմանները պիտի տեսնեին, որ սա հրեաների սրբատեղին էլ է, մենք դրան չենք հրաժարվում։ Եվ 1900 տարի հետո սա տվեց իր արդյունքը։ Այսօրվա դրությամբ հրեաները ոչ միայն Երուսաղեմի վրա դες որոշակիորեն տեր ու տիրական են, այլ նաև ստատուս քվոից են դժգոհում ու ամեն ձև ուզում են դա հռչակել որպես բացառապես իրենցը եւ իրենց երկրի մայրաքաղաքը։ Եվ նույնիսկ քրիստոնյաներին հեռացնել այդ տեղից, նույնիսկ արդեն մահմեդականներին նեղացնել իրենց փաստացի իրենց ինչ որ Սա 1900 տարվա աշխատանք մոտավորապես, չէ՞։ Հավատարմություն, նախանձախնդրություն, չպարտվելու որոշում եւ ամենակարևորը հստակ արձանագրում, թե ինչն է մեր անժամկետ շահը, անժամկետ երազանքը։ Հիմա մեր սահմանադրությունն ինչ է ասում անկախության հռչակագրով, որ մեր ժողովրդի անժամկետ ոչ 30 տարով, ոչ 100 տարով, անժամկետ մեր պետության նպատակը, շահը, անսակարկելի առաքելությունը երկուսն են՝ ցեղասպանության ճանաչում եւ հատուցում, Արցախի ինքնորոշում եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունք եւ Արցախի վերադարձ։ Այս երկուսը մեր անժամկետ նպատակներն են։ Սրանից հրաժարումը, ինչպես մենք ասացինք հենց սկզբում, չի կարող բերել խաղաղ ու երջանիկ կյանքի, որովհետև եթե դու այսպես ինչ որ չարչի ես, մանրավաճառ ես, քեզ պետություն պետք չի չարչի լինելու համար։ Դախլդ կարող ես որևէ տեղում դնել քո ուրեմն 2 կոպեկի առևտուրը անել, ուզում ես Ադրբեջանում դիր, ուզում ես Լոս Անջելեսում դիր, դախլդ, ու քո մանրավաճառությունը արա, բայց եթե դու չարչի չես, եթե քո նպատակը, քո պետության առաքելությունը հացուտելը չի, դու պետության առաքելություն կա, պետության նպատակ կա, հասկանում ես։ Եվ պետությունը առաքելության համար է, խիզախումի համար է, պետությունը
հսկայածավալ պետությունը գալիքի, այս պետությունը քո հաց ուտելու համար չի, այս պետությունը քո թորների, քո ծորների համար է։ Հաց ես ուզում ուտես, հաց ուտելու համար պետություն պետք չի։ Հա։ Պետությունը անվտանգային համակարգ է սերունդների համար, հետևաբար պետք է ունենալ երկարաժամկետ ծրագրեր։ Ոչ թե այսօր մի հատ գյուղ տանք Ադրբեջանին, որ մեր ասենք կառավարության հնգամյակը կարողանանք, հա, դրանով խաղաղություն դա խաղաղություն չէ։ Դե բայց այս մեսեջը շատ པարզ չի հասցվում։ Դա հիմա նայեք, շատ սաուն անցում եղավ, նաև այսօրվա բռնաճնշումների, հա, մասին խոսենք եկեղեցու նկատմամբ։ Ես նկատել եմ սենց, եթե ուզում ես ազգին վնասես կամ սասանես հիմքերը, պետքա փորձես արմատապես վնասես այն արժեքները, որին որ կարճած է ազգը։ Ու այսօր պատահական չի եկեղեցու հանդեպ հալածանքները ու բռնաճնշումները։ Նաև այն թեմայի մասին, որ դուք խոսեք սահմանադրության մեջ նշված կետերից, փաստացի հրաժարումը, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, փաստացի հրաժարումը։ Այս ֆոնին եկեղեցու անելիքը որն է, ավելի մանրամասնում, երբ որ դժբախտաբար, շատ դժբախտաբար, երբ որ պետականությունը որպես մարմին, գործադիր մարմին, օրենսդիր մարմին, դատական մարմին չեն կարողանում կատարեն այս պարտականությունները կամ թերի են կատարում եւ վտանգի գոյաբանական վտանգի են գնում։ Եկեղեցու դերը որն է այդ ամենը։ Չեն կարողանում ուրիշ զրույց է, այստեղ չեն կարողանումի խնդիր չկա։ Լավագույն դեպքում։ Ու նաեւ հրաժարումն էլ ձեր կարծիքը չի։ Հրաժարումը այլևս նախընտրական ծրագիր է։ Ես չգիտեմ երբ ենք մենք եթեր դուրս գալու, բայց Արցախից եւ ցեղասպանության ճանաչումից հրաժարումը այլևս կարծիք չէ, այնպես ինչ որ ընդդիմության առաջ քաշած մութ կասկածամտությունը չէ։ Կներեք ներառված է ծրագրում, այսինքն այսօրվա գործող իշխանության նախընտրական ծրագրում սահմանադրության փոփոխությունն է եւ անկախության հռչակագրից հրաժարումը եւ հայտարարություն է արվել, որ մենք գալիս ենք ոչ թե պարզապես ընտրություններում հաղթելու, այլ մեզ սահմանադրական մեծամասնություն է պետք, որովհետեւ մենք պիտի սահմանադրությունը փոխենք։ Եվ անկախության հռչակագիրը կազմվել է կոնֆլիկտի տրամաբանությամբ։ Մենք պետք է հանենք անկախության հռչակագիրը, սա է բառացի ցիտում է, որպեսի խաղաղության տրամաբանությամբ ինչ որ, այսինքն ես թարգմանաբար ասեմ զիջումների եւ հայրենավաճառության չարչիության հաց ուտելու տրամաբանությամբ սահմանադրություն կազմվի, որովհետեւ իզուր չէ, իրենց պատերի վրա մինչեւ այդ սրտիկները գրած էր այստեղ պետություն, այստեղ հաց, այստեղ այսին բլոկադայի մեջ Արցախը այլևս պետություն չի, որովհետեւ այնտեղ հաց չկա։ Հիմա սա այլևս կարծիք չի, սա հստակ մոտեցում է, որ պետք է հրաժարվել Արցախից արդեն իսկ ստորագրությամբ 2022 թվականին հրաժարումը եղել է պետական կառավարական մակարդակով, ինչի համար պիտի պատասխանատվություն կրեն, ինչի համար առաջիկայում պիտի անպայմանաբար պիտի պատասխանատվություն կրեն, հա, ստորագրության համար։ Եվ ցեղասպանությունից հրաժարումն էլ տեսնում եք, թե գործնականում կա այդ քայլերը կա, արվում է, դժբախտաբար արվում է։ Հետևաբար շատ կարևոր է պատմական այս փուլում ճիշտ գնահատականներ տալ, ճանաչել այս ամենը, իմանալ այս ամենը, տեղեկացված լինել, հա։ Գիտակցությունը մեզ դրա համար է տրված, որպեսզի մենք ուսումնասիրենք, հասկանանք մեր մարտահրավերները, որովհետև ինչքան էլ մենք այսօր մտածենք մեր մասին, մեր անհատական գործերի մասին, լավ, ինչ մեր երեխաների մասին պիտի մտածենք։ Հետևաբար օրինակ ես այսօր բոլորին, մանավանդ մեր մեծահասակներին որդիաբար խնդրում եմ ուղղակի, որ իմ երեխեքի թորների համար գնան մասնակցեն ընտրությունների, ում ուզում են ընտրեն։ Ու մենք տեսեք պատմական, բարոյական, տարբեր թեմաներից խոսեցինք, ու մենք գալիս հասնում ենք մի հանգրվանի, որ ուղղակի պարտավոր ենք ասելու հանուն այս ամբողջ ընթացքի, հանուն այս ամբողջ ճանապարհի, արժևորելով մեր պատմությունը, արժևորելով մեր նախնյաց քաջությունն ու սխրանքները, մենք պետք է ոչ թե հպարտանանք դրանով։ Ես հպարտ եմ, որ ես հայ եմ, ես էլ հպարտ եմ, որ չորեքշաբթի օրն եմ ծնվել, բայց դա ոչ մի հավելյալ ջանք ինձնից չի պահանջել, ոչինչ չեմ արել հայ ծնվելու համար։ Իսկ հայ լինելը պատասխանատվություն է։
հայ լինելու պատասխանատվության կարևորագույն դրսևորում են մեծագույն երջանկությունն է, որ մենք ունենք։ Մեծագույն երջանկությունը մենք ձեռք ենք բերել սարսափելի ծանր գնով, երբ սահմանին արյուն էր թափվում, իսկ թիկունքում քրտինք, դա սարսափելի ծանր փուլ էր, երբ մեր ժողովուրդը կերտում էր անկախություն, եւ այդ անկախությունը, այդ պետությունը մենք ունենք որպես աստվածատուր ընծա։ Հավատում եմ, որ դա Աստծուց տրված, մենք 100 տարում 3 պետություն ենք ստացել Աստծուց, 3 պետություն մեկ դարի ընթացքում, առաջին հանրապետությունը, երկրորդ հանրապետությունը, երրորդ հանրապետությունը, եւ մենք ապրում ենք այդ երրորդ հանրապետության մեջ, իսկ Աստված երրորդությունը սիրում է, եւ Աստված տվել է մեզ մեծագույն շնորհը ընտրելու, եւ եթե մենք հրաժարվում ենք այդ շնորհից, եթե մենք հրաժարվում ենք ընտրությունների գնալուց, դրա տակ շատ մեղքեր են թաքնված, բազում մեղքեր, եւ հուսահատությունը մեղք է, եւ անտարբերությունը մեղք է, անպատասխանատվությունը մեղք է, հպարտությունը մեղք է։ Ես ոչ մեկին չեմ սիրում, ո՞մ ես սիրում, մենակ քեզ ես սիրում։ Ատելությունը մեղք է, կասկածամտությունը մեղք է, այս հաստատ սրա մարդն է, ոչ փաստեր կա, ոչ բան, սրա տակ մի բան կա։ Սուրճի սեղանի խոսակցություններ։ Այս բոլոր մեղքեր են, ու այս բոլոր մեղքերի խտացումը, ծուլությունը բերում է նրան, որ մարդը չի գնում ընտրությունների, ուղղակի չի գնում, ուղղակի արհամարում է ընտրությունները։ Ու դա անբարո արարք է։ Գիտեք, Մարիամ Աստվածածինը մեզ տալիս է դրա օրինակը։ Շատ հետաքրքիր է, որ նույնիսկ ավետարանում կա հստակ ուղերձ ընտրությունների անպայմանաբար գնալու, որ ընտրությունները շատ կարևոր են, պետության կյանքում մասնակցությունը անխուսափելի է, եւ եթե դու փախնում ես պատասխանատվությունից, դա անբարո արարք է։ Հիշում եք, ինչպես է սկսվում ավետարանը։ Կայսրը հրաման է տվել մարդահամար անցկացնելու։ Եվ 9 ամսական հղի Մարիամ Աստվածածինը Հովսեփի հետ սարսափելի ծանր ճանապարհ են անցնում, որ գնան Բեթղեհեմ մարդահամարին մասնակցելու համար։ Պատկերացնում եք, չէ՞, 9 ամսական հղի կնոջ համար ինչքան բարդ էր։ Ուրեմն այդ Նազարեթից հասնել մինչև Բեթղեհեմ առանց տրանսպորտ, առանց անվտանգության երաշխիքների, սարսափելի ծանր կլիմայական պայմաններում 9 ամսական հղի կինը հերիք չի հասնում է Բեթղեհեմ, այնտեղ էլ հյուրանոց չկա ակնհայտորեն։ Որևէ հյուրանոցում տեղ չկա, որովհետև բոլորը եկել են, քաղաքն անասելի աժոտաժի մեջ է։ Բայց նույնիսկ այս ծանր պայմանները, այս ծանր փորձությունները հետ չեն պահում Աստվածածնին եւ Հովսեփին իրենց քաղաքացիական պարտքը կատարելու համար։ Մենք սիրում ենք ասել Աստծուն, Աստծուն, Կայսրինը, Կայսրին։ Բայց էս էլ է շեշտադրված։ Եթե Աստծուն, Աստծուն, ուրեմն Կայսրինը, Կայսրին էլ պիտի տա քրիստոնյան։ Եվ ընտրությունների գնալը այդ Կայսրինը Կայսրին տալն է, դա քրիստոնյայի համար կարևոր պարտք է, որ պիտի կատարի, կարևոր պատասխանատվություն է, որ պիտի չփախչի, եւ Աստվածածինն է այդ օրինակը տալիս։ Ինչքան ամոթ է, որ Աստվածածինը այդ կացության մեջ գնում է Բեթղեհեմ, մենք չենք ուզում գնալ, ասենք մեր կողքի շենքում ընտրել գալ, կես ժամ է տևելու։ Դա քիրամատություններ։ Հետևաբար երևի թե արդեն ամփոփելով մեր երկրի այս փուլում ես մաղթում եմ, որ մենք աղոթքով ընտրության գնանք, իմաստությամբ գնանք, ուժերին ընտրելու չափման միավոր դարձնենք մեր քրիստոնեական արժեհամակարգը, փորձենք հասկանալ, որ ուժի ծրագիրն է, ծրագիրը, ոչ անձը, հենց ծրագիրը բերած, համապատասխան մեր քրիստոնեական եւ ազգային արժեքներին, ծանոթանանք ծրագրերին, երկրորդ քայլով ծանոթանանք այդ թիմի արածին այս երկրի համար, ինչ են արել, հա, ու ընտրենք խղճի մտок, ու ընտրենք այն մարդկանց, որոնք կարողանան հավատարիմ մնալ մեր ազգային արժեքներին, մեր քրիստոնեական արժեքներին, եւ հիշենք, որ նաեւ մեր երկրում կան քաղբանտարկյալներ ու գերիներ, որոնց առաջ մենք ունենք բարոյական պատասխանատվություն։
իրենք հիմա չարչարվում են, իրենք հիմա ձերբակալությունների մեջ, մեր սրբազան հայրերը ձերբակալված տնային կալանքների մեջ, ԱԱԾ-ի բանտերում ու նկուղներում ու սարսափելի տանջանքների մեջ, Բաքվի բանտերում մեր տղաները սպասում են նրան, որ մենք պիտի որոշում կայացնենք ազատագրելու իրենց կամ մեծացնելու իրենց քանակը եւ բնակեցնելու մեր երկիրը ադրբեջանցիներով, թե բնակեցնելու մեր գերեվարված հայրենիքը մեր հայերով, որպեսզի ամբողջ աշխարհից մեր հայերը գան եւ միասնաբար կարողանան կերտել հայոց գալիք հաղթանակը։ Շնորհակալ եմ շատ, Թոմաս։ Ես եմ շնորհակալ։